Դերասան երգիչ Գևորգ Մկրտչյանի կինը, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն ինստագրամյան էջում նոր հրապարակումով է հանդես եկել։ Դերասանուհին լուսանկար է հրապարակել հիվանդանոցից։ Մինչ ես վերականգնվում եմ վիրահատությունից հետո, երեկոյան տեսանյութ կտեղադրեմ և ամենաակտիվ մասնակիցներին իմ կողմից փոքրիկ նվեր է սպասվում։ Այսպիսով Քրիստինան ակնարկել է, որ ինքը վիրահատության է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, սակայն վերջինս չի պատմել, թե իրականում ինչ տեսակ վիրահատության է ենթարկվել։ Այնուամենայնիվ, հետևորդներն անհանգստացած են և շտապում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց սիրելի Քրիստինայի հետ։ Քրիստինան, սակայն, դեռևս փակագծերը չի բացել և չի պատմել իր հետ կատարվածի մասին, իսկ հաջորդ թիվ էլ ներկայացրել է մրցույթը, որի մասին նա խոսում էր։ Սիրված դերասաններ Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի կյանքում տոներ լույս աշխարհ է եկել վերջիններիս պսակադրության Գավուրի երեխան։ Նրանց Գավորն ու Գավոր կինը դուստր են ունեցել։ Այս առիթով ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպել, հենց տանը նշելով իրենց դստեր ծննդյան տարեդարձը։ Այս կադրերն ակտիվորեն տարածվել են համացանցով մեկ։ Մարդիկ նկատում են, թե որքան շատ են ուրախացել Գևորգն ու Քրիստին այս հիանալի լուրի առթիվ։ Ներկայացնում ենք ձեզ զույգի ուրախությունն իրենց Գավորի դստեր լույս աշխարհ գալու, ինչպես նաև ընտանիքի հետ անցկացրած ժամանակը։ Նշենք նաև, որ հյուրերի ցանկում է եղել նաև դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով Գևորգ Մկրտչյանի Գավորի հաճախորդներից է։ Վերջինս վարսահարդար է աշխատում։ Նա բավականին ճանաչված է և ունի բավականին շատ հաճախորդներ։ Դե իսկ մենք միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն և ներկայացնում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա բացառիկ կադրերը։ Երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը Քրիստինա Հովհաննիսյանը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենադրական և սիրված զույգերից մեկը։ Նրանց հանդեպ մեկնաբանություններն ու խոսակցությունները միայն դրական բնույթ են կրում։ Զույգը իսկապես սիրված է հանրության կողմից։ 1 տարի առաջ զույգը պսակադրվեց։ Նրանց հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ Քրիստինան գեղեցիկ հարսնացու էր։ Այս օրերին զույգը զբաղված է նկարահանումներով և իրենց աշխատանքային գործունեությամբ։ Հարցազրույցներից մեկում նրանք անկեղծացել են խոսելով իրենց միության, այնուհետև երեխայի մասին, որը սպասված է իրենց կյանքում։ Քրիստինան նշել է, որ իր համար ուշացումը նորմալ բնույթ է կրում, սակայն ամուսնու Գևորգի համար այնքան էլ ոչ։ Նրանք սպասում են, նրանք շատ են ցանկանում երեխա ունենալ, դե իսկ Գևորգը առավել ևս։ Նա կարծես թե առավել անհանգիստ է այս հարցով։ Այսօր Քրիստինան ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ իրենց մտերիմներից մեկի
երեխայի սեռը պարզելու արարողության խնջույքին են պատրաստվում գնալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կրիստինան եւ Գևորգ, ինչպես նաեւ հայկական շոու բիզնեսից շատ հայտնիներ բլոգեր Կրիստինան, դերասանուհի Մարինկա Խաչատրյանը եւ մի շարք այլ հայտնի բլոգերներ ներկա են գտնվել Կրիստինայի եւ Գևորգի հարսանիքի քավորի երեխայի սեռը պարզելու արարողությանը։ Ներկայացնում ենք հուզիչ կադրերը։ Ինչ է կարծում, ինչ է։ Իմ կարծիքով ես պապայի քույրիկն եմ ու շատ հուզված եմ, ես կարծում եմ, որ տղա է։ Ես էլ եմ կարծում։ Ես Ալբերտի բաժանաղն եմ, մտածում որ աղջիկն է։ Ողջույն։ Մենք կարծում ենք, որ տղա է։ Հորքուր մորքուր։ Ես քավորքին եմ։ Դե իսկ տեսանյութի այս հատվածում ներկայացնում են Կրիստինայի ինստագրամյան հարթակում ամենաշատ հավանումներն առանցած և հետաքրքրություն առաջացրած տեսանյութերն ու հրապարակումները։